Եթե այսօր ձեր ձայնը վաճառեք 12,000 դրամով, ապա 5 տարվա հաշվարկով ձեզ վճարած կլինեն ամսական 200 դրամից էլ պակաս։ Միթե այդքան էժան է ձեր ձայնը։ Մրգաշատում ընտրողներին հարցով դիմեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Իսկ թե իշխանության գալու ինչ հույս ունի Դաշնակցությունն առանց ընտրակաշառք տալու հարցին, Վահան Հովհաննիսյանը ուղղակի հարցով պատասխանեց. Դուք բոլորս իսկապես համոզված եք, որ խորհրդարանը տեղն է նրանց, ով ընտրակաշառք է բաժանում, եթե այդպես եք համարում, ուրեմն ինչ հույս ունեք դուք լավ կյանքի, երևի չխանրապես ինչներից էր պետականությունը, բայց ես վստահ եմ, որ դուք այդպես չեք մտածում։ Եվ Մրգաշատում եւ Նալբանդյանում դաշնակցական գործիչները վստահեցին, որ կուսակցությանը քվեդալով իր ձեռքով ընտրողը երկրում կհաստատի օրենքի առաջ բոլորի հավասարություն, կազատվի իրենց կամքը պարտադրողներից, կստանա արժանապատիվ թոշակ, քանի որ ստվերային տնտեսության հետ կապ չունեցող մաքուր ուժը միայն կարող է ստիպել մյուսներին դուրս գալ ստվերից եւ վճարել հարկերը։ Եթե ուզում եք ունենա Դաշնակցությունն այդ ուժը, տվեք Դաշնակցությանը ուժ ձեր քվեով։ Իշխանության գալու իրենց նպատակն այսպես էին բացատրում դաշնակցական գործիչները։ Կուսակցությունների թիվը շատ է եւ երկու գյուղում էլ հարցերից հյուրերը պարզեցին, որ ընտրողը խճճվել է ու խորհուրդ տվեցին ընտրել ոչ թե խոսքն, այլ պարզել, թե որ կուսակցության մեջ ովքեր են։ Լիգիդա իրական շարժումը, Լիգիդա առաջին հանրապետության ստեղծումը, Լիգիդա Թուրքում հայապահպանությունը, Լիգիդա Ղարաբաղյան պատերազմը, Լիգիդա դարձել նորանկախ Հայաստանի տարիները պայքարը Տեր-Պետրոսյանի ռեժիմի դեմ, մեր պայքարը խորհրդարանում ամենաարդար օրենքների համար չի եղել երբեք դեր, որ Դաշնակցությունը չառաջնորդվի հայ ժողովրդի շահերով։ Գյուղական համայնքների բնակիչներին չէր կարող չհետաքրքրել կուսակցության գյուղատնտեսական ծրագրերը։ Դրան անդրադարձավ Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա, մինչ այժմ արվածը բավարար է անցյալի համար, բայց ապագայում անհրաժեշտ է ստեղծել ապահովագրական համակարգ, որ ոչ մի բնական աղետ գյուղացուն չսնանկացնի։ Պետությունը պատասխանատու կլինի ձեր արտադրած վեճի իրացման համար, պատասխանատու կլինի ձեր ժամանակին ռոռոկման ջուր տալու համար, ոչ թե բարեգործական կամ այլ անվանման տակ որոշ խոշոր կապիտալիստներ փորձեն բերել եւ թյուրիմացիան մեջ գցեն ողջ համայնքին։ Ահա թե ինչ է Դաշնակցությունը ուզում։ ՀՅԴ գործիչների մեկ այլ խումբ էլ այսօր Շիրակում էր։ Արտիկում ընտրողների առաջին կոչը պասիվ չմնալն էր։ 1999 թվականից օրենսդիրում իր տեղերը ՀՅԴ-ն ժողովրդի գիտակցված քվեներով է ապահովում։ Այս անգամ էլ բացառություն չի լինի։ Նշեց Դաշնակցության Հայաստանի գերագույն նախնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ընտրակաշառքներ, զանազան պարտադրանքի եղանակներ եւ այլ։ Դաշնակցությունը այս ճանապարհով չի գնա եւ չի կարող գնալ, որովհետեւ հենց գնաց այդ ճանապարհով նա չի կարող ժողովրդին համախմբել, կազմակերպել, միավորել, համաձայն համապետական խնդիրներ լուծելու համար եւ միևնույն ժամանակ իր վարկագծով փչացնի նույն հենց այդ ժողովրդին։ Դաշնակցությունը քաջատեղյակ է արտիքցիների լուծված եւ չլուծված խնդիրներին։ Չլուծվածների համար գործիչները ներողամտություն են հայցում, հիշեցնելով, որ խորհրդարանում ընդամենը 11 մանդատ են ունեցել, սակայն կարողացել են անել ավելին, քան հնարավոր էր։ Բաղանք են եղել մարդիկ, որ դիմել են բազմաթիվ հարցերով, բայց եթե հարցում եք դելա, Դաշնակցությունը մեղադրում եք, որ Դաշնակցությունը այս հարցերը լիարժեք ձեր ուզածով չի կարողանում լուծել։ Դուք ում եք ընտրել այս ընտրությունների ժամանակ։ Պարզվում է, որ ոչ Դաշնակցությանը, ուրիշներին։ Դաշնակցությունն այն կուսակցություն է, որ երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, հանում մի քանի ձայնի եւ այսօր էլ առաջարկում է միանգամայն իրատեսական սոցիալական ուղղվածության ծրագիր։